Հարգելի կուսակից ընկերներ, այսօր մեր համագումարում արտացոլելի կարևոր հարցերից մեկը հանրապետական կուսակցության դիրքորոշումն է առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ։ Ինչպես գիտեք, 3 օր առաջ կուսակցության գործադիր մարմինը որոշում կայացրեց զերծ մնալ համապետական այս ընտրություններին մասնակցությունից։ Ես գիտեմ, որ այդ որոշումը մի մասի սրտովը չի։ Ես գիտեմ, որ մենք ճիշտ աշխատանքի դեպքում կհաղթահարեինք կուսակցության համար անհրաժեշտ 4%-ի շեմը։ Բայց ես գիտեմ նաև մեկ այլ ճշմարտություն, որը վերահաստատում եմ այս ամբիոնից։ Մեզ իշխանափոխություն է պետք։ Մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը։ Մնացած տարիները իլրումն վկայում են այս որոշման ճշմարտացիությունը եւ վստահեցնում են ձեզ եւ մեր ժողովրդին, որ անգամ չմասնակցելով, ավելի ճիշտ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին, հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Ինչպես կասեր մեր լուսահոգի ընկեր Գալուստ Սահակյանը, չմասնակցելը չպայքարել չէ։ Բայց միշտ մեր կողմից ընդդիմադիր մյուս ուժերին առաջարկող մի քանի նախաձեռնությունների մասին խոսելը, ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի a. Էլ ավելի չպարակտենք ընդդիմադիր դաշտը, b. Հնարավորություն տանք սեփական խոստումների կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց նշած, իրենց կողմից մեզ իրենց կարծիքով պիտակավորող նախկինները խանգարում են իշխանափոխություն անել, g. Քաղաքական դաշտում սեփական եսը, ներկուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուր ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ծառայենք։ D. Եվ վերջապես այդ որոշումը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մանրակրկիտ տարված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրապետականները եւ մեր համակիրները գրեթե առանց բացառությունների պատրաստվում են մասնակցել ընտրություններին եւ քվեարկել միայն ու միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին։ Այսինքն, մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին, նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը։ Կյանքով եւ պայքարով կոփված մեր էգոն, հարգելի կուսակիցներ, երբեք չի վերածվել եւ չի վերածվելու էգոիզմի, դա անթույլատրելի է։ Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել, բայց կասկած չունեմ, որ դրա համար մենք երբեք չենք ամաչելու, ճիշտ հակառակը, դառնալու ենք Հայաստանի ժամանակակից քաղաքական պատմության մեջ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար գաղափարախոսությամբ գործելու լավագույն օրինակ։ Եվ ինչպես արդեն ասացի, չմասնակցելը պայքարից հրաժարվել չէ։ Նպատակ ունենալով նպաստել այս աղետաբեր ռեժիմին հաղթելու ընդդիմադիր ուժերի միասնական ջանքերին, հանրապետական կուսակցությունը իրական ընդդիմությանը ներկայացնում է հետևյալ առաջարկությունները, որպես մոտակա ժամանակահատվածում համատեղ պայքարի գործնական քայլեր։ Առաջին, ինչպես գիտեք, մայիսի 4-ին եւ 5-ին Երևանում կայանալու է երկու խոշոր միջոցառում, նախ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ հետո Եվրամիություն Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Վերջին տարիները ցույց են տվել, որ եվրոպական բարձրաստիճան ղեկավարները չեն ուզում տեսնել այն իրականությունը,
որ գոյություն ունի Հայաստանում, գերադասելով իրենց սփոփել մեր երկրում ժողովրդավարության մասին քաղցրահունչ, բայց իրականությունից կիլոմետրերով հեռու հեքիաթներով։